Երբևէ մտածել եք, թե որ դեպքում կողոպուտը կարող է լինել արդարացված։ Այս հարցի պատասխանը ավելի հեշտ կլինի տալ ռեժիսոր Գոշ Հակոբյանի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմը դիտելուց հետո, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 9-ին Երևանում։ Ֆիլմը բանկային համարձակ կողոպուտի մասին է, որն իր յուրահատուկ ձեռագրով ցնցել էր Խորհրդային Միությունը։ 1977 թվականին Երևանում եղբայրներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյաններն անձրևանոցի օգնությամբ պետական բանկից հափշտակեցին մոտ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի, որն այն ժամանակ համարվում էր հսկայական գումար։ Գաղափարի ստեղծման համար աշխատել ենք համարյա մոտավորապես 2 տարի ու այդ ընթացքում աշխարհի բոլոր դժվարությունները մեզ հանդիպեցին։ Ես ասում եմ, որ ֆիլմը նկարվում է, ավելի մեծ կամպանիաներ կան, որ ասեմ կարելի է անիմաստան խոսքով, ով հանդիպել է մեզ ասել է, որ չարժի մենք չենք տեսել ինչպես սցենարը գրվել է այնպես, ինչպես որ եղել է իրականում առանց չափազանցությունների կամ առանց փոքրացնելու պրոջեկտներով։ Ֆիլմը գեղարվեստական է, այսինքն որոշել ենք եւ ավելացել են։ Եղբայրների դերում Սոս Ջանիբեկյանը և Մոսո Կարապետյանն են։ Կողոպուտի մասին հանրության լայն շերտերին հայտնի դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Գոշ Հակոբյանը որոշել էր ֆիլմը կյանքի կոչել մոտ 1,5 տարի առաջ, իսկ նկարահանումները տեղի են ունեցել այս ձմռանը։ Շատ հետաքրքիր թեմա, որ անդառ մարդկանց մեջ մնացել են առ այսօր շատ ավելուց նախաձեռնություններ ֆիլմի կամից կամ ֆրանսիոն շատ հետաքրքիր ֆիլմ է ստացվել ու դեպատությունը իսկ հետաքրքիր է։ Ինձ համար շատ կարևոր է լինելը որպես դերասան, ես այսքան ժամանակ հանդիսատեսի ներկայացել եմ որպես հումորային կերպար, ես հումորային կերպարներում եւ շանս չեմ ունեցել որպես լուրջ կերպար ներկայանալու, սա իմ համար մեծ հնարավորություն է հանդիսատեսին ցույց տալու, թե ես իրականում ինչպես դերասան։ Ցանկացած կերպար, ցանկացած նույնիսկ ամենավերջին հանցագործը ունի իր դրական պատճառները։ Իհարկե ես չեմ ասում, որ լավ բան արվել դա անկախ ամենից հանցագործություն է, ու հերոսացնել հանցագործությունը չի կարելի, բայց միևնույնն է պետք է որոշակի ըմբռնումով մոտենալ, հաշվի առնելով հանգամանքներ։ Խորհրդային իրականությամբ երևանյան պրեմիերայից հետո ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև տարբեր երկրներում։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։